Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես ձեր երկու մոնո օպերաները Գրեմմիի կարևոր անվանակարգերից մեկի այսպես կոչված երկար ցուցակում են։ Ինչ ստեղծագործություններ են եւ ինչպես որոշեցիք ներկայացնել դրանք այդպիսի հեղինակավոր մրցանակաբաշխությանը։ Ասեմ, որ դա պատահական որոշում չէր։ Երկար տարիներ ես աշխատում էի այն ուղղությամբ, որպեսզի այս անվանակարգում ոչ թե այս անվանակարգում, այլ հենց կամերային դասական երաժշտության ոճում, ժանրում եւ ուղղվածության մեջ ներկայացնեմ։ Եվ երևի թե չեմ սխալվի, եթե ասեմ 20 տարուց ավել ես աշխատում եմ այդ ուղղությամբ համբերատար, շատ համբերատար եւ ես այդպես էլ պլանավորել էի, որ այդքան տարիների աշխատանքից հետո ես պատրաստ կլինեմ արդեն ներկայանալ նման հարթակներում եւ ինձ թվում էր մի պահ դեռ շուտ է, բայց հասկացա, որ չէ, ժամանակն է եւ պետք է փոխել։ Ինչպես հասկացաք, որ չէ, ժամանակն է։ Չգիտեմ, ինչ որ ներքին ինձ ինչ որ ձայն հուշում էր, որ ժամանակն է։ Ինչ ստեղծագործություններ են։ Ուրեմն երկու մոնոօպերաներ են, որովհետեւ ես տարիներ շարունակ հղկել եմ ինձ հենց կամերային վոկալ երաժշտության մեջ եւ մոնոօպերաները ամենավառ ոնց որ թե օրինակներից են այդ ուղղվածության մեջ եւ ես ինչ որ մի պահից հասկացա, որ մոնոօպերաներում շատ անելիք ունեմ եւ հենց այդ ժանրը ընտրեցի, որովհետեւ այնտեղ ամեն հնչյունը, ամեն շունչը նույնիսկ, ամեն ինչ կարեւոր է, քանի որ չկա մեծ օրկեստր, քանի որ չկա ատրիբուտներ, որոնք շեղում են, այսինքն ֆիլիգրանի, կարելի ասել, մանրակրկիտ աշխատանք է պահանջում, բայց շատ հետաքրքիր։ Հենց դրանով էլ ինձ գերում է այդ ժանրը, որտեղ դու ոչ մի հենց այնպես նոտա չես կարող գրել։ Բայց շատ բարդ ժանր է։ Բարդ է նրանով, որ շատ քիչ կոմպոնենտներ կան եւ հետաքրքիր է հենց դրանով։ Այդ բարդության մեջ կա նաեւ պետք է գտնես այդ պարզությունը, որով դու պետք է կարողանաս քո ասելիքը ասես։ Անվանակարգը, որտեղ ներկայացված է, եթե չեմ սխալվում, կոչվում է լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն։ Այո։ Իսկ ուսումնասիրել եք առհասարակ այդ այսպես կոչված երկար ցուցակում ինչ այլ ստեղծագործություններ կան։ Ցավոք չենք կարող դա իմանալ, որովհետև Գրեմմիի հետ կապված ամեն ինչ շատ խիստ է եւ փակ։ Նույնիսկ իրենք մեզ հուշում են, թե ոնց մենք պետք է դրա մասին խոսենք։ Նույնիսկ իրանց լոգոն մենք չենք կարող օգտագործել եւ շատ ուրիշ բաներ էլ, որովհետեւ կան արգելքներ, բազմաթիվ արգելքներ եւ կարող է առանց պատճառի ուղակի ստեսություն ասեն, եթե այդ ամեն ինչը չպահենք էլի։ Դրա համար ամեն ինչ քննարկում ենք իրենց հետ ցանկացած քայլ, նոր հետո դա անում ենք։ Իսկ ինչ պահանջներ ունի մրցանակաբաշխությունը, այսինքն ով ուզի կարող է ներկայացնել իր ստեղծագործությունը, թե կա որոշակի չափորոշիչներ, պահանջներ։ Իհարկե կան չափորոշիչներ, նախ կան չափորոշիչներ ստեղծագործությունների որակի հետ կապված, որոնք ներսում ժյուրի է աշխատում, դասական երաժշտության հենց այդ ուղղվածության մեջ 12 հոգուց բաղկացած ժյուրի է աշխատում, բացի նրանից, որ 11-ից 20,000 ակադեմիայի անդամներ քվեարկելու են։ Ավելի խիստ է այդտեղ մոտեցումը, որովհետև մեզանից պարտիտուրներ են ուզել, ձայնագրություններից զատ մենք ամեն ինչ իրենց ուղարկել ենք եւ խիստ է նաեւ այն պատճառով, որ ժամանակակից դասական երաժշտության մեջ գրեթե կանոններ չկան։ Այսինքն նույն անվանակարգում կարող են իրար հետ մրցել եւ մեծ կտավի գործեր եւ այսպիսի փոքր կտավի գործեր եւ դու չգիտես թե ուր գնաս, ոնց հաղթ, այսինքն բաժանումներ չկան, դա է բարդությունը։ Եթե բաժանումներ լիներ, շատ ավելի հեշտ կլիներ։ Բայց մյուս կողմից էլ լավ է նրանով, որ նորարարական լուծումներով մոտեցումներով ստեղծագործությունները կարող են աչքի ընկնել։ Եվ իհարկե ներկայացնում է այնտեղ ամերիկյան կամպանիան, որովհետև եթե Ամերիկայում ստեղծված ընկերություն չի, իրավունք չունի ներկայացնի, երաժշտական ընկերություն չի, IFL Music-ն է ինձ ներկայացնում։ Իսկ երկու մոնոօպերաները թողարկվել են Միացյալ Նահանգներում։ Այո, թողարկվել են Միացյալ Նահանգներում։ Ձայնագրությունները այստեղ են տեղի ունեցել, մեր տաղանդավոր հայ երաժիշտներ ազգությամբ հայ, տարբեր երկրներից ժամանել են Հայաստան։ Եվ մենք այստեղ ձայնագրել ենք եւ ուղարկել ենք արդեն ոնց որ post production-ը արվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ թողարկվել են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսինքն աշխարհի գրեթե 150-ից ավելի երաժշտական հարթակներում կարող ենք արդեն լսել ստեղծագործությունները։ Քանի որ դա նույնպես Գրեմմի օրենքներից մեկն է, որ եթե չկա թողարկված Ամերիկայի տարածքում, դու չես կարող մասնակցել մրցանակաբաշխությանը։ Իսկ որքան ժամանակից պարզ կլինի արդյոք մոնոօպերաները կհայտնվեն մրցանակաբաշխության կարճ ցուցակում, թե ոչ։ Կարծում նոյեմբերին ինչ որ բան կիմանանք արդեն նոյեմբեր, դեկտեմբեր կարծում եմ։
Մինչև փետրվար հաստատ կիմանանք, որտեղ գրեմին հենց փետրվարին է։ Դուք ձեր մոնոօպերաների հաղթելու հավանականությունը ինչպես եք գնահատում։ Ճիշտ ասած, եթե լինեն շատ անկեղծ եւ լսեն, մինչև վերջ, շատ մեծ շանսեր ունենք հաստատ անցնելու եղանակի մեջ։ Եթե այդպես չլինի, որովհետև թվով մեծ են ստեղծագործությունների քանակը, իհարկե շատ է, դժվար է ժյուրիի համար այդքանը լսել, իմի բերել, չգիտեմ ինչպես է այնտեղ ամեն ինչ տեղի ունենում, բայց դե բնականաբար ես կարծում եմ, որ մենակ երաժշտությունը չի, այնտեղ ուրիշ կոմպոնենտներ նույնպես դեր կխաղան, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել արդյունքների մասին ոչ մի բան։ Ես արել եմ այն, ինչ զգացել եմ եւ մաքսիմալ որակով, որտեղ գործերը ցույց եմ տվել Վախթան Աճեմյանին, Տիգրան Մանսուրյանին, շատ տարբեր պրոֆեսիոնալներին, այսինքն Վախթան Աճեմյանի հետ մենք մանրակրկիտ նայել ենք այդ ամենը, այսինքն այնտեղ որակի առումով հաստատ վստահ եղեք, լավ է ամեն ինչ եւ ձայնագրությունը շատ բարձրակարգ, լավագույն մտավորականները, լավագույն երաժիշտները, այո, այսպես ասած դա համարել են որակյալ, դրանք համարել են որակյալ ստեղծագործություններ։ Միանշանակ։ Հենց այնպես ես բնականաբար ասացի, որ 20 տարուց ավել եմ պատրաստում, հենց այնպես մենք չէինք ներկայանա միանշանակ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մշակույթի նախարարությանը, իդեմս պարոն Դանիել Դանիելյանի, որովհետեւ նա այո, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, որովհետև եթե չլիներ այդ աջակցությունը եւ դրամաշնորհը ես շահեցի եւ այդ ֆինանսավորումը, մենք չէինք կարող իրականացնել նման որակյալ ձայնագրություններ։ Այսինքն դրամաշնորհ եք շահել։ Այո, ես շահել եմ, ներկայացրել եմ նախագիծը եւ շահել եմ դրամաշնորհ, որի շրջանակներում արվել է նախագիծը։ Փաստորեն նորարարական լուծումներով նախագծերը, որը ողջունվում են այս պահին եւ որը շատ ուրախալի է, որովհետեւ դա մեզ օգնում է զարգանալ եւ ցույց տալ աշխարհին, որ մենք ունենք մրցունակ կոմպոզիտորական դպրոց, որը շատ կարեւոր է, որովհետեւ մենք ամենտեղ ներկայանում ենք կատալոգականով, այսինքն լավագույն օպերային բեմերում մեր օպերային երգիչներն են, երգչուհիներն են, դաշնակահարներ, ջութակահարներ եւ այլն, փայլում ենք կատալոգական արվեստով, բայց կոմպոզիտորականը միշտ եղել է շատ ուժեղ Հայաստանում։ Մենք անուններ ունենք աշխարհում, մենք սփռված տարիների վեր դարերով միգուցե եւ այդ ամենը պետք է շարունակել եւ պետք է ցույց տալ, որ այսօր էլ ենք մենք ստեղծագործում եւ այդ ամենը չի մահացել։ Ամեն ինչը, այսպես ասած, հետին պլան է կարծես թե մղվել, ցավոք։ Դե մոնոօպերաների ժանրը ստիպում է դա բերել առաջին պլան եւ ցույց տալ, որ մենք կարողանում ենք սինտեզել նորարարությունը մեր ավանդությունների հետ, պահպանելով ավանդականը։ Եվ նաև կատարողների մասին եմ ուզում ասել, որ սոպրանոն Թերեզա Գևորքյանն է, Աքսել Դավեյանը բարիտոնն է, եւ դաշնակահարը շատ տաղանդավոր Մարտին Շահբազյանն է, եւ ջութակահարը Էրիկ Մանուկյանը։ Էրիկ Մանուկյանը բնակվում է Հայաստանում, բոլորը արտերկրում, ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Գերմանիայում։ Դուք ասացիք, որ ստեղծագործությունները ցույց եք տվել շատ հայտնի արվեստագետների, լեգենդար դեմքերի, այդ թվում նաև Տիգրան Մանսուրյանին։ Ինչպես արձագանքեց Տիգրան Մանսուրյանը ձեր որոշմանը ներկայացնելու այդ ստեղծագործությունները Գրեմիին, որովհետև 2017-ին հենց Տիգրան Մանսուրյանի ռեկվիեմը ներկայացվեց։ Ես չեմ ասել, որ ես ներկայացնում եմ որևէ տեղ, ես ուղղակի ցույց եմ տվել ստեղծագործությունները, ինչ որ մի պահին, ինչ որ մի կտոր, ինչ որ մի բան, ձայնագրություններից չէ, նույնիսկ պարտիտուրաներով, բայց հիմնականում գործի վրա մենք աշխատել ենք ավելի շատ Վարդան Աճեմյանի հետ եւ մանրակրկիտ շատ, հատկապես վերջին օրերին շատ գրեթե ամեն օր հանդիպում էինք, որպեսզի կարողանանք այդ ամենը պատշաճ ձևով ներկայացնել, որովհետև կան մարդիկ, որոնք ավարտում մոռանում գնում են, ես այդպես չեմ, ես ինձ թվում է մինչև կյանքիս վերջել իմ դասախոսներին, այն մարդկանց, ովքեր այդքան տարի ջանք են դնում ինձ վրա, ես խորհրդակցելու եմ, ցույց եմ տալու, որովհետև դա լավագույն տարբերակն է, որովհետև դու կարող ես ինչ-որ բան չլսես, ինչ-որ բան վրիպես, իսկ նրանց խորհուրդներով ամեն ինչ այլ կերպ է լինում։ Եվ շուտով Աղվո Պիարտի հետ պիտի հանդիպեմ, որը լեգենդար կոմպոզիտոր է ու համար մեկերից է աշխարհում այսօր, եւ պիտի անպայման ցույց տամ նրան նույնպես ստեղծագործությունները, որովհետև դրան եմ պատրաստվում երկար ժամանակ ու մտածում էի ինչ գործերով պիտի գնամ, որ նա լսի եւ ահա եկել է այդ պահը։ Եվ շատ կարևոր բան եմ ուզում շեշտել, որ մենք ուզում էինք ամեն ինչ ցույց տալ շատ էսթետիկ, շատ կարևոր էր թե ինչ է լինելու CD-ի վրա, ինչ է լինելու, ինչպիսի նկարներ, ինչպիսի դիզայն, ամեն ինչ մտածված է մանրակրկիտ եւ աշխատել են տարբեր երկրների մասնագետներ,
աշխատել ենք շատ երկար, որովհետև շատ ուզում էինք, շատ սիրուն լիներ ամեն ինչ, որովհետև ես կարծում եմ, որ ստեղծագործող մարդը պետք է լինի նաև շատ էսթետիկ, ամեն ինչ պետք է այնպես ներկայացնի, որ սկսած մատուցման ձևից մինչև այն վերջին այն նոտան պետք է ամեն ինչ լինի շատ, չգիտեմ, գեղեցիկ, սիրուն, համահունչ եւ շատ իհարկե սրտային, սրտից եկող։ Իսկ մեր հասարակությունը երբ հնարավորություն կունենա, այսպես ասած, կենթանի վայելել այդ երկու մոնոօպերաները, նախատեսում եք թե Այո, նախատեսում եմ, կարծում եմ 26 թվին, քանի որ մենք նախատեսում ենք ներկայացումներ, շատ մոդեռն, շատ հետաքրքիր լուծումներով, արդեն իմ գլխում կա այդ ամենը ինչպես պետք է լինի, եւ ես մեկ ամսից գրեթե կսկսեմ 3-րդ օպերայի վրա աշխատանքները, որը եւ կլինեն 3 օպերա համերգային ծրագրում, այդ համերգ ներկայացում, այսպես կարելի է անվանել, որտեղ կլինեն այն մոտեցումները արդիական, որը ես տեսնում եմ ոնց պիտի լինի մոնոօպերան օրինակ 10 տարի հետո կամ 20 տարի հետո։ Ինչ եմ ես պատկերացնում, որ այդքան ժամանակ անց մենք պիտի տեսնենք բեմի վրա։ Մոնոօպերաների մեջ ես հրաժարվել եմ տեքստից, ամբողջովին օգտագործված են մեր Այբուբենի հնչյունները, որովհետև դրանք շատ մեծ ուժ ունեն։ Եվ բացի դրանից ես հասկանում եմ, որ եթե չկա լեզու, նաև մենք կոտրում ենք սահմաններ, ամբողջ աշխարհին հասկանալի է։ Եվ փորձում եմ նաև ցույց տալ, որ երբեմն կարող է նույնիսկ խոսքը խանգարել երաժշտությանը։ Երբեմն շատ ավելի քիչ արտահայտչամիջոցներով կարող ես դու հասցնել տեղ այն փիլիսոփայությունը եւ այն հոգեբանությունը, որը դու դրել ես այդ գործի մեջ, քանի որ գործերը բարդ հոգեբանական եւ փիլիսոփայական ուղերձներ ունեն եւ նաև միևնույն ժամանակ շատ պարզ ուղերձներ, որոնք շատ կարևոր են ինձ թվում է այսօր։ Ինչու օպերային ժանրը, եթե մենք հաշվի ենք առնում, որ այսօր շատ ավելի եկամտաբեր է, այդ փոփ չեմ ասում, որովհետև այդ այն ինչ որ այսօր տարածվում է Հայաստանի Հանրապետություն, պետք է անել փոփ հնարավոր չի ասել ավելի շատ ռաբիս այդ տարբերակը, որովհետև դա շատ ավելի եկամտաբեր է, շատ ավելի պահանջված, շատ ավելի փող կարող է գալ եւ արտիստ եւ կատարողին եւ հեղինակներին։ Ես գիտեմ ֆանտաստիկ օրինակներ, որոնք աշխատում են օպերային ժանրում, թե կոմպոզիտորներ, թե կատարողներ, որոնք աշխատում են շատ ավելի շատ։ Գումարներ եւ ներկայացնում են, ես Հայաստանում ստեղծագործում եմ, բայց ես ներկայանում եմ աշխարհին։ Մենք չենք կարող աշխարհին ներկայանալ նման երաժշտությամբ, ինչպիսին ռաբիս երաժշտությունն է, որովհետև այդ որակի երաժշտությամբ մենք ուղղակի չենք կարող ներկայանալ, դա չի կարելի անել։ Դա չի կարելի նույնիսկ մեր երկրում անել, ուր մնաց թե ներկայացնենք աշխարհին։ Մենք աշխարհը մեզ գիտի տարբեր անուններով, մեզ գիտի աշխարհ Արամ Խաչատրյան, Աղնո Բաբաջանյան, Թարի Վերդիև, Միշել Լեգրան եւ շատ ուրիշ անուններ, Շարլ Անզնավոր, մենք չենք կարող ներկայանալ նման ցածրորակ երաժշտությամբ։ Եթե նույնիսկ փոփ երաժշտություն, ապա դա պիտի լինի էլի պրոֆեսիոնալ մարդու կողմից գրված եւ շատ պրոֆեսիոնալ արված ստեղծագործություն։ Այդ դեպքում ինչպես է գնահատում այսօր տեղի ունեցողը հայկական ճակերտավոր երկարվեստում։ Ես չեմ վախենա այդ խոսքից, եթե ասեմ դա աղետ է, որովհետև մենք այդ աղետի արդյունքները արդեն տեսնում ենք, երբ որ տեսնում ենք 17, 18, 19 տարեկան երիտասարդներ, նայում եք գեղեցիկ, սիրուն, կիրթ եւ իրենք լսում են նման երաժշտություն։ Ամեն քայլափոխին է դա նկատվում, թե խանութներում, թե նույնիսկ տաքսիների մեջ դա ամեն վարքյան է նկատվում, հեռախոսներով մարդիկ քայլում են կողքով, մեկ է տեսնում ես ինչ են լսում։ Իհարկե իմ համար դա շատ ցավալի է, որովհետև ես չեմ հիշում, ես ինձ երբևիցե լսած կամ նման երաժշտություն, կամ իմ երեխան լսում է նման երաժշտություն։ Դուք ասում եք, ես ստեղծագործում եմ Հայաստանում, բայց աշխարհի համար, այսպես ասած, այսինքն ստեղծագործությունները ներկայացնում եմ աշխարհի տարբեր երկրներում։ Այդ դեպքում ինչպես է գնահատում Հայաստանում հետաքրքրությունը այն արվեստի նկատմամբ, որի ստեղծողներից մեկը նաև դուք եք այսօր։ Պահանջարկը, հետաքրքրությունը։ Տեսեք, ես միշտ ասել եմ, որ պահանջարկը թելադրում ենք մենք, ինչն էլ դու մատուցես մեկ շաբաթ, ամենտեղ, դա էլ սիրվելու է, որովհետև մարդու ականջը սովորել է դրան։ Որակյալը կմատուցենք, որակյալը կլսվի։ Չէ, ուղղակի ցավոք մի քանի մարդիկ կարծում են, որ դա եկամտաբեր չէ, ոնց որ դուք ասեցիք, բայց եկամտաբերությունը գալիս է լսելիությունից։ Ինչը շատ է լսում, դա էլ եկամտաբեր է դառնում։ Օրինակ նույն Իսրայելում հասարակ տաքսիների օրինակը նորից բերեմ, այնտեղ դասական երաժշտություն է հնչում մեքենաներում։ Այսինքն մարդիկ փորձում են ինչ որ ձևերով բարձրացնեն նշաձող են սահմանում, այո, եւ նորից եմ կրկնում, նույնիսկ փոփ երաժշտության մեջ ֆանտաստիկ կարելի է հետաքրքիր գործեր անել, բայց միայն պրոֆեսիոնալ, որովհետև ցանկացած վիրահատություն պիտի անի պրոֆեսիոնալ վիրաբույժ, չի կարող մի վիրահատությունը անի ոչ պրոֆեսիոնալ, քանի որ
այս պարագայում երգի մասին ենք խոսում, մյուսը անի պրոֆեսիոնալ։ Եվ այսպեսի մի հարց էլ, ինչ է տալիս Գրեմիում հաղթելը։ Նախ եւ առաջ Գրեմի հենց այդ ստատուետկան ինքնանպատակը չի, ուղղակի ես ուզում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք լինել նման հարթակում եւ մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նման ձևաչափով, որովհետեւ չգիտես ինչու մարդկանց թվում է, որ դե եթե դու ապրում ես շատ հեռու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից եւ ինչ որ ուրիշ միջավայրում դա անհասանելի է։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ամեն ինչ հասանելի է։ Այդ ընթացքում ես իմ ոտքը կոտրեցի եւ մենք ձայնագրությունները Վիեննայում պիտի անենք եւ տեղափոխեցինք Հայաստան։ Այսինքն ես մեր տան մոտից դեպի ստուդիա եմ գնացել եկել, նույնիսկ երկրից չեմ գնացել եւ դրանով ցույց տալով, որ մենք կարող ենք տանը նստած անել մի գործ, որը ամբողջ աշխարհին կարող է դառնալ հայտնի, որը շատ կարևոր է։ Եվ իհարկե բնականաբար դա կլինի մեծ ոգեշնչող հանգամանք, թե իմ, թե մեր մյուս ստեղծագործողների համար, ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև մեր ԱՊՀ կողքի երկրների համար, որովհետև նույն Ուկրաինայի ընկերներիս հետ երբ որ խոսում եմ կամ կողքի երկրների ուրիշ ընկերներիս հետ զարմացած են ոնց Գրեմի ստեղից եւ այլն։ То есть այդ ամեն ինչը շատ հետաքրքիր կլինի, չգիտեմ, իմ համար էլ է սահմանների կոտրելու ձև եւս մի ձև։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Ես շեշտեմ իմ հյուրը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։